Հայաստանը նշանակալիորեն զարգացնում է իր հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Վերջին շրջանում մեր հարաբերություններում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ Համագործակցության ակտիվություն է նկատվում տարբեր ուղղություններով՝ պաշտպանություն, ռազմարդյունաբերություն, տեխնոլոգիական ոլորտ, լոգիստիկա, կրթություն, զբոսաշրջություն։ Մենք կարող ենք դարպաս դառնալ ապահովելով Հնդկաստանի Եվրոպայի կապը Իրանով, Վրաստանով, Սևծովով։ Այդ համատեքստում կցանկանայի նշել Խաղաղության խաչմերուկ ծրագիրը, որով մեր հնդիկ գործընկերները շատ հետաքրքրված են։ Այն լավ հարթակ կարող է լինել, թեև շատ սահմանափակումներ կան աշխարհում տարբեր հակամարտություններով պայմանավորված։ Եթե հիմա Խաղաղության խաչմերուկն աշխատեր, միլիարդավոր դոլարներ անցնեին Հայաստանի ճանապարհներով ու երկաթուղով, ապա դա նաև բարգավաճում ու կայունություն կբերեր տվյալ տարածաշրջանին։ Ինչ վերաբերում է հայ-հնդկական հարաբերությունների մյուս ուղղություններին, ապա ասեմ, որ մեր գործընկերները հետաքրքրված են Հայաստանով, մեր երկրում կրթություն ստանալու հնարավորություններով։ Արդեն 3000 ուսանող Հնդկաստանից սովորում է մեզ մոտ, բայց այդ թիվը կարող է լինել ավելին։ Եվ ահա այստեղ կարևորվում է կարողությունների զարգացումը, ընդլայնումը, երբ նման խոշոր երկրի հետ համագործակցելու մասին ենք խոսում։ Եթե անդրադառնանք պոտենցիալին, ապա ինչպես գիտեք, կառուցվում է ակադեմիական քաղաք, որը այդպիսի կարողություններ կարող է ձևավորել։ Մեր հնդիկ գործընկերների հետ քննարկում ենք նաև տեխնիկատնտեսական լոգիստիկ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Հուսով եմ, որ նշվածի համատեքստում Երևանի և Նյու Դելհիի միջև այս կապը ստեղծելու ջանքերը հաջողությամբ կպսակվեն։